Այսօր նոյեմբերի 5-ին սպանությունն է տեղի ունեցել Երևանում ժամը 18:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը դանակի մի քանի հարվածի հետքերով։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով սպանվածը 74-ամյա կին է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսին է։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։ Հավելենք նաև, որ վերջին տարիներին, ինչպես նաև վերջին ամիսներին Հայաստանում նման դեպքերը բավականին շատ են գրանցվում։ ՀՀՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, զանգվածային լրատվամիջոցներում լուրեր են տարածվում այն մասին, որ այսօր գիշերը Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում մի քաղաքացի ստանալով հրազենային վիրավորում հիվանդանոցում մահացել է։ Հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ։ Ներկայացնում ենք հաղորդագրությունը։ Երևանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, նախաձեռնվել է քրեական բարույթ հոկտեմբերի 25-ին կեսգիշերն անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում վիճաբանություն է եղել, նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգերի գործողությունները, Արմենիա բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորման բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շոմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։ Բացահայտման աշխատանքներին միացել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ-անոց դրամաչափի կրակված մեկ պարկուճ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդ։ Նա ձերբակալված է։ Հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։ Հավելենք նաև, որ օրեր շարունակ նաև համացանցում ամենաշատ քննարկվող և համացանցը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ Մամուլը ցնցել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ 3-ամյա Տիգրանը, ով օրեր շարունակ որոնվում էր և երեկ հայտնաբերվել էր նրա մարմինը, մահացել է իր իսկ սեփական հոր ձեռքերով։ Հայ հայտնիներից ոմանք անդրադարձել են այս թեմային։ Մենք ավելի վաղ ներկայացրել էինք երգիչ դերասան Վարդան Սարգսյանի հրապարակումը, ով այսպես ասած պահանջել էր ՑՄՀ ազատազրկում։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ևս հրապարակում է արել ինստագրամյան հարթակում։ Նենց եմ ազդվել փոքրիկ Տիգրանի դեպքի բացահայտումից։ Բառերս չեն հերիքում, որ արտահայտեմ բարկությունս, անարդարության զգացումը, էս ինչ էր, գրել է Հասմիկ Խոջյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հրապարակում էինք արել, ներկայացնելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքը, ինչպես նաև քննչական կոմիտեի հայտարարությունը։ 3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է։ Այս մասին նշել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում և ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են և փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրու լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ և առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այդ տարիքի երեխան մոր կարիք ունի և պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։